հայրենակիցներ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը, ինչպես եւ սպասել էր, Նիկոլան Հողը փորձում է օգտագործել բոլոր կողմերով։ Իր քաղաքական ուրեմն նպատակն է Վենսի այցը ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն եւ դա օգտագործել սպասվելիք ազգային ժողովի ընտրությունների համատեքստում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսեք ինչ մակարդակով մարդ է ուղարկել Հայաստան։ Երկրորդը այդ տնտեսական մասն է։ Օրինակ Նիկոլան Հողը քիչ առաջ էլ հմեկով հարցազրույց տալուց հայտարարեց, որ սա մեծ ներդրումների հնարավորություն է, ամերիկյան արտադրողի ուշադրությունը Հայաստանի վրա սևեռելու հնարավորություն է եւ այլն եւ այլն։ Ես անկեղծ ասած շատ ուրախ կլինեի, եթե դա այդպես լիներ։ Կոնկրետ Վենսը Երևանում որևէ նորմալ փաստաթուղթ համագործակցության վերաբերյալ տնտեսական պահով չստորագրեց, ինչ որ մոդուլային ատոմակայանի մասին էին խոսում, խաղաղ ատոմի ատոմի շուրջ ուրեմն համագործակցելու վերաբերյալ ինչ որ փաստաթուղթ ստորագրեցին, ասեցին, որ 11 միլիոն ամերիկյան դոլարի ԱԹՍ է գնել Հայաստանը, դա միկրոթիվ է, եթե հաշվի առնենք, որ այդ ԱԹՍ-ները բավական թանկ են, որոնց մասին գնում էր խոսքը 500,000-ից մինչև 1 միլիոն ամերիկյան դոլար, բայց միևնույն ժամանակ շատ թույլ են եւ հարվածային ԱԹՍ-ել չեն, հետախուզական են։ Երրորդը դա ուրեմն այդ չիպերի պահով ինչ որ համաձայնության են եկել եւ այսօր արդեն Երևանում Նիկոլան Հողի հետ բանակցությունները վարում աշխարհարչակ ամերիկյան Nvidia կորպորացիայի փոխտնօրենը։ Եվ այսքանով ավարտվում է։ Բայց մենք հարգելիներս բացարձակ ուշադրություն չդարձրեցինք շատ-շատերս, դե ես կարդացել էի, բայց հոգնակի եմ խոսում, որ երբ որ Վենսը Երևանում ճակերտավոր ասած դերասանություններ էր անում Նիկոլին, ասես մեծարելու, ինչպես նաև նիկոլականների մոտ էյֆորիա ստեղծելու համար, իրականում ամերիկացիները շատ մեծ պատվիրակություն էին ուղարկել Բաքու Ադրբեջանի բռնապետի հետ բանակցություններ վարելու համար եւ այդ պատվիրակությունը բիզնես շատ խոշոր պատվիրակություն էր։ Նշեմ, որ 3 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ բանակցել են Apple, Ardia Energy Technologies, ExxonMobil, Herbalife, Meta, Visa, Vatbeck, Baker Hughes, Boeing, Honeywell, JP Morgan, Lamus Technology, Marriott, Mastercard, Coca-Cola, MMC, Motorola, ամերիկյան աշխարհահռչակ կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև շվեդական Ericsson եւ բրիտանական British Petroleum-ի ներկայացուցիչները։ Որպիսի երեկվա բանակցությունների հիմքի վրա այսօր արդեն Բաքվում համապատասխան համաձայնություններ ձեռք բերվեն ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Այ հարգելի հայրենակիցներ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկություն ունենար Հայաստանում խոշոր ներդրումներ անել, այս կորպորացիաների ներկայացուցիչները ոչ թե կգնային միայն Բաքու, այլ կլինեին նաև Երևանում, կբանակցեին Նիկոլ Անհողի հետ։ Այլ ոչ թե մենք կունենայինք այս պատկերը։ Ընդամենը հարգելի հայրենակիցներ, Nvidia-ի ներկայացուցիչը Երևանում բանակցել է կապիտուլյանտի հետ, իսկ այ վերը նշված աշխարհահռչակ խոշորագույն կորպորացիաների ներկայացուցիչները Բաքվում բանակցել են Ադրբեջանի բռնապետի հետ։ Սա ցուցանիշ է նրա, թե ում է տարածաշրջանում Վաշինգտոնը համարում իր թիվ 1 գործընկերը եւ ում վրա է հենվելու, եւ դրանից հետեւություն այդ իր գործընկերոջ խաթր համար ում է Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտադրելու գնալ զոհողությունների, զիջումների եւ ստորացման։ Դա լինելու ենք մենք։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողի եւ նրա շրջապատի այն հայտարարությունները, որ սա շատ մեծ ներդրումային հնարավորություններ է ստեղծում մեզ համար, ընդհանրապես հայտարարություններ էին։ Իդեպ նշեմ, որ 3 Նիկոլենց թարգմանչի սխալ թարգմանության արդյունքում ընդունենք, որ միամտաբար է եղել,
շատ սխալ տեղեկություններ տարածվեց, թե իբր թե Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են 9 միլիարդ ամերիկյան դոլարի ներդրում անել Հայաստանի Հանրապետությունում։ Չկա նման բան ու չի էլ լինելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ պարզ, այս ցուցակը ես ձեզ նոր կարդացի, շատ պարզ հասկացնում է, թե մեր տարածաշրջանում ինքը որ երկրում է ներդրումներ անելու։